կապված, եկեք քննարկենք, հա իրան։ Ինքը ավելի կրթական է, այսինքն մարդկանց ցույց տալի կրթական ինֆորմատիվ է, ինչի պետք է օգտագործեն իրանք մեղր, բայց էլի չկա ոչ մի call to action։ Call to action-ը դա գործողության դրդող գրառումներն են, զանգահարեք մեզ կամ իմացեք ավելի շատ ինֆորմացիա հետևելով մեզ։ Սա արդեն մարդուն դրդում ենք, որ ինքը դառնա մեր լսարանի անդամ, այստեղ անպայման հետագա ձեր կոնտենտներում ավելացրեք մարդուն, մեր լսարանի մաս կազմող որևիցե պայման, ինչի ինքը պետք է հետևի մեզ, հետևեք մեզ ավելի շատ ինֆորմացիա իմանալու համար, ավելի հետաքրքիր ինֆորմացիա իմանալու համար։ Շատ լավ, շնորհակալություն։ Ու հետագայում ճիշտ է, հիմա դեռ շատ վաղ է, խոսենք նկարների մասին, վիզուալ կոնտենտը, երբ որ մենք տարածում ենք, իրան կարևոր է, որ իր վրա պարունակի նաև ինֆորմացիա, բրենդի լոգո, հեռախոսահամար, նմանատիպ ինֆորմացիաներ, որ երբ որ մարդը ժամանակ չունենա կարդալու երկար տեքստեր, ինքը միանգամից նկարից, վիզուալից ինքը պատկերացում կազմի ով է բրենդը, ով է հրապարակողը եւ ոնց կապ հաստատի ձեր հետ։ Հա, այդ առումով ճիշտ ասած ես էլ էի մտածում ու քույրիկիս էլ ասել եմ, որ ինձ էլ է ձևերը սովորացնի, որովհետեւ սովորաբար հիմնականում այսպես ինֆորմատիվ նյութերը որ դնում ենք, նկարների տակ ենք դնում ու ինքը սենց աբլոժկա էր սարքում, որ այդ աբլոժկայի վրա համ լոգոն կար բրենդի, համ սենց համար ու ինչ որ փոքրիկ մասում էլ մեյլներ էլ գլխավոր այդ պրոդուկտի նկարից բացի, այդ էր միանգամից մտքիս եկել, բայց այդքան էլ լավ մշակած չէր, դրա համար դրանք չդրեցի ճիշտն ասած։ Հասկանալի է։ Դա հետագայում նայեք, կոնտենտի մշակման համար եթե կարող եք դուք մշակեք, եթե չէ, նո հիմնականում միջին եւ մեծ ընկերություններում իրանք տարբեր մասնագետներ կան կոնտենտ մշակողներ, գրաֆիկ դիզայներներ, վիդեոգրաֆներ, ովքեր հենց ռիլեր են նկարում կամ YouTube-ի համար վիդեոներ են նկարում, դուք հիմա sense նոր ստարտափի փուլում եք, նոր ստարտի փուլում եք ու ինչքան շատ փորձեք դուք ինքներդ ստեղծեք, այնքան խնայողություն եք անելու միջոցների գումարային։ Նո մի քանի գործիք երևի ձեզ կուղարկենք, նույն CapCut-ը, որը վիդեոներ կարող եք սարքել, Canva-ն, որտեղ պրեզենտացիաներ, նկարներ կարող եք էդիտ անել, սրանք ձեզ կուղարկենք, փորձեք ուսումնասիրեք իրանց ու նկարներ, վիդեոներ իրանցով կկարողանաք սարքել։ Այստեղ լուսանկարչության հետ կապված լուսանկարը պահեմ, որ կմնա քեզ հետ ողջ կյանքում, խոսի մենացում կանոնի մասնության կացությունը, որը փիլոտելես է նոր կողմերին է դասում այն ընթացքը։ Բնական մենացության կանցումը դասում կողմերին չփոխած։ Այս ֆոտոների հետ կապված տեքստը շատ հետաքրքիր է, լավն էր։ Ինքը վաճառող տեքստի տեսակ է, ինչի պետք է ընտրեն ձեզ, որովհետև իմ նպատակն է SSS բաները, ինքը լրիվ վաճառող տեքստ է։ Ապրեք, կարաք հեռախոսահամար ևս թողնել տակում, ամենաներքևում, որ ով որ չի ուզում գրի, զանգի ձեզ։ Նո, ընթացքում կսովորեք նաև WhatsApp ոնց գցեք Facebook-ին, WhatsApp կնոպկա ոնց դնեք, սա ևս վիզուալի տակ կգցեք, հիմա այսպես մանր քայլելով կոնտենտ գրելն ենք սովորում, որ հետագայում արդեն գործիքներն է իր հետ կիրառեք, WhatsApp-ի կնոպկա դնեք, Messenger կնոպկա դնեք, որ մարդը միանգամից կլիկ անելով գրի ձեզ, ասեք գրեք ինձ հիմա, ու կնոպկաներն է կդնեք ու իրանք ձեզ կգրեն։ Հիմա մեղրի մասը նայ, Աննա։ Հա, հենց էդ էի նայում հենց։ Բավականին ընդունակ խումբ է հավաքվել։ Հավաքել չէ։ Հա,
Ֆրանսիան հակատարձան դրսևորում է պարզապես անվերստան գծերքինքին հաճելի համը և վայելել բնական քաղցրությունն ճանապարհն անցնում է անվանումը։ Շատ լավն է, ապրեք։ Մերսի։ Ուղղակի այստեղ նկարը մեր նկարը չի, Pinterest-ից եմ վերցրել։ Այստեղ կարող է լինել մեր բրենդի լոգոյով, եթե ուղղակի դեռ չկա։ Շատ լավն է, ապրեք։ Մերսի։ Նույն ձևով, երբ որ օրացույց կազմեք ամսական կտրվածքով, ձեր հանձնարարությունն է դա լինելու կազմել ռազմավարություն և օրացույց պլան, որը ձեզ ցույց տվեցի Excel-ով, յուրաքանչյուրի համար դուք պետք է և վիզուալը և տեքստը ունենաք արդեն նախապես ավելի առաջ, քան հրապարակման օրն է։ Տեխնիկապես է կսովորեք նաև ընթացքում ոնց schedule անեք, այսինքն պլանավորում անեք հենց Facebook-ում, որ ամսվա սկիզբ կանեք, ինքը ամբողջ ամիս ավտոմատ կգնա, դուք էլ զբաղված կլինեք նոր ամսվա պլանը մշակելով։ Այո, տեխնիկական մասերը կբացատրվի, կկարողանաք անել։ Ես կառաջարկեմ, որ այս գեղեցիկ կոնտենտները, որ կա, արդեն իրանք պահեն, որպեսզի scheduling-ով դրվի արդեն։ Հա, Նմանապես TikTok-ից օրինակ Վարդանի նյութերը, որ տեսանք մենք, դրանք էլ շատ պատրաստի նյութեր ունենք արդեն, որ մեր բրենդը կարող ենք տեղափոխել թե Facebook, թե Instagram արդեն։ Միայն թե Արցախը մեզ չի լսում, այս խնդիր ունի։ Արցախ մի անգամ էլ էլի խոսեք, ես նայեմ, տեսնեմ, ես ոնց որ նայում եմ ձեր միկրոֆոնը միշտ անջատված է։ Հիմա խոսում եք։ Հա, երևի միացրել եք, փորձում եք խոսել, բայց ձայնը չի լսվում, բայց հետաքրքիր է, որ հեռախոսը ինձ մոտ շատ ցածր ինչ-որ բան լսվում է։ Բայց չեմ հասկանում ինչա։ Փաստորեն չի լսվում։ Ահա, եվս մեկ կոնտենտ եկավ, մեղվաբուծություն նստով։ Աննան հիմա կասի, ինչա մտածում։ Այո, լրիվ ինֆորմացիա, բայց call to action-ը ոնց որ ասած մտածենք միշտ։ Ցանկացած ինտերնետային ընդհանրապես տիրույթներում ինչ էլ որ անում ենք, եթե դա մեր բրենդն ենք ներկայացնում ինֆորմացիա ենք անում, վերջում չմոռանանք, ինչի համար ենք տալիս ինֆորմացիան, որպեսզի ինչ անեն մարդիկ սա։ Շատերը կարող օգտվեն մեր այս գեղեցիկ ինֆորմացիայից, Արմիդա ջան, շատ շնորհակալ ենք այս հետաքրքիր իրոք ինֆորմատիվ տեղեկությունների համար։ Կարող է ես կոպի անեմ, տանեմ ինձ մոտ բլոգ սարքեմ, բայց եթե դրա հետևանքով ես ինչ պետք է ստանամ, ինչի եմ սա կարդում, դա անպայման միշտ ձեր մտքում պահեք։ Այսինքն կարդալուց հետո ես ինչ անեմ, հաջորդ քայլը ինձ մղեք։ Միշտ մղեք, որ ես ինչ անեմ դրանից հետո, զանգահարեմ, գրեմ, կամ կապվեմ ձեզ հետ, կամ թողնեմ իմ տվյալները, որ դուք ինձ հետ կապվեք եւ այլն։ Այսինքն միշտ մտածեք հետագա քայլը ոնց եք մղում մարդկանց։ Արցախին չենք լսում թարս, որովհետև հեռախոսով է չնայած, բայց մենք իրեն չենք լսում։ Ոչինչ, դուք ձեր նյութը պատրաստեք, Արցախ ջան, ինչ կարող եմ անեմ, ես չգիտեմ, հեռախոսից է, ինչից է, բոլորինը լսում ենք։ Էլնարա Իրականում ճիշտն ասած ձեր ձայնն էլ է շատ ցածր։ Ես զանգի նման ականջիս եմ դնում, նույնն էլ համակարգչով էր։ Ընդհանրապես չի լսվում։ Իմը ցածր թե բոլորինը։ Ժողովուրդ մենակ իմն է ցածր, թե ով որ խոսում է նրանն էլ է ցածր։ Չէ, ես բոլորի ձայները շատ ցածր եմ լսում։
Ահա, իսկ դուք ոնց եք լսում, բոլորը կասեք մի հատ, մենք հասկանանք ոնց ենք լսում։ Ձեր ձայնը լսում եմ։ Ձայները լավ է լսում։ Շատ լավ։ Երևի ոմանց մոտ է Մոտ էլ է շատ լավ լսում։ Շատ լավ, շատ լավ։ Ուրեմն այդ ոնց որ համակարգչից է, ինչից է կարելի է կազմակերպել ժողովուրդ ջան, դե մի հատ ուզում եք դուք նայեք, տեսեք ինչ կարող եք անել։ Բնական է տեխնոլոգիա, ես ասում եմ, խնդիրներ կարող ունենանք թեթև։ Ոչինչ կաշխատեն գոռալով խոսանք։ Գայնե ջան, ես մի հատ ուղարկեցի, կնայեք, Տեսա, մեսիս ձեր կայքի նոր կյանքը։ Այո, շատ լավ միտքեր եւ լրիվ կազմակերպված։ Եկեք այս Facebook մեսիս կայքը հանենք, տենց հեռախոսահամար միայն, այս TikTok բան, կարծում եմ շատ լավ է ձեր ստորագրությունը, ուղղակի եթե Facebook-ում արդեն տեղադրում ենք, սա կարելի է չդնել, բայց TikTok-ը կարելի է դնել։ Եթե Instagram-ում ենք տեղադրում, մյուսները դնենք։ Այսինքն սա ստորագրությունն է, ամեն տեղ որ տեղադրում եք, Իրանը կարելի է թողնել, բայց միևնույնն է լավն է։ Միևնույնն է շատ լավն է, ես հավանեցի, միտքը լավն է, 2000 թվից աշխատում ենք, շատ լավն է, նախնական ծանոթության համար շատ լավ է։ Կա այստեղ մեղվաբուծության հետ կապված ինֆորմատիվ կոնտենտ ունենք։ Արմիդան ա ուղարկել։ Էլի շատ հետաքրքիր, շատ լավ հետաքրքիր կոնտենտ է։ Ես չգիտեի, որ մեղուները հիշում են մարդկանց դեմքերը։ Ես էլ ասացի, շատ խով բանա, խով մայթաքրքիր կոնտենտ։ Իմանամ ոնց ինչ անեմ հետո, էլի։ Ինչ է։ Ասում եմ ուղղակի call to action չկա, ուղղակի այստեղ լրիվ ինֆորմատիվ է։ Մայիսի 20-ը մեղուների միջազգային օրն է։ Այդ շատ կարևոր է, որ երբ որ ընկերությունը նոր է սկսում մեկնարկել, ինքը նախ ինֆորմացիա տարածի իր մասին, ներառի նման կոնտենտ, հետո կրթող ներառի ու նոր գա վաճառքին, որովհետև երբ որ դատարկ է ինչ-որ մի էջում կայքում միանգամից դնում են վաճառքին ուղղված կոնտենտ, յուզերը մարդը կամ պոտենցիալ հաճախորդը վրա չգիտի ով ես դու, ես ինչի պետքա քեզնից առնեմ, իսկ ինքը այդ ինֆորմացիան եւս պետքա գտնի։ Ինքը պետքա թերթի ու գտնի այդ ինֆորմացիան, ինչի պետքա ձեզնից առնի, այդ կարևոր է դրա համար, որ ամենասկզբում ինֆորմատիվ, կրթական, ինչի՞ չէ ժամանցային նաև կոնտենտներ լինի նոր վաճառող։ Հետագայում նաև, որ արդեն որոշ վաճառք կլինի, կարող եք օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտներ տարածել, նաև այնտեղ սարաֆանային ռադիոն, որը բերանացի արդեն տարածումն է, դա ևս օգտատերերի կողմից ստեղծված կոնտենտ է, որը մարդկանց մեջ է սկսում տարածվել։ Գալիս են կոմենտի ձևով սկսում են շփվել մեզ հետ, էլի։ Այսինքն Արությունյան իր ուղարկած կոնտենտն նայում, քեթային հանգիստ բարեկալիս Տեր Հարությունյան Ֆրանչո, մեր յուրահատուկ հողագործության անասնապահության նշանակությունում այստեղ դուք կարող եք հանգիստը բնության շփոթված կամ շփոթաշտելու յուրահարուստ տնտեսական կյանքի տարերով ռեստորանը բարգեւում ենք ձեզ տեղական եւ թարմատերմյան պատրաստված համեղ ուտեստներ, համոզվեք սնունդը պատրաստվում է մեր սեփական ֆերմային բերքից բնական ու սննդարար հյուրասպենական մթնոլորտում Սինտերսոնացիա հետ շնորհամես հնարավորություն այստեղ դուք կարող եք տեսնել եւ դեպքեր քննական դասկապումից։ Այստեղ մի հատ բան նայենք, Անանյայի ուղարկած վերջում հետադարձ կապ եւ դիմել մեզ ու հեռախոսահամարն է, միշտ փորձեք հաճախորդի հետ շփվել ավելի ջերմ, մեզ հետ կապ հաստատեք, զանգահարեք մեզ, նմանատիպ արտահայտություններ օգտագործեք, ինքը ավելի գործողության դրդող է։ Անանյայի մոտ հեշթեգեր ենք տեսնում, որոնք կիրառվել է, այսինքն փորձել է կիրառել այդ տեխնոլոգիան, հեշթեգերը որոնողական համակարգերում առաջ են տանում։ Կարող ենք հետագայում նայել դրան եւ կիրառել անպայման։ Ինքը ավելի շատ ինֆորմատիվ բնույթի է, բայց նաեւ իր մեջ վաճառող կոնտենտի տարեր ունի, որ կարա եւ վաճառ։ Ինֆորմատիվ վաճառող տեքստեր են։ Հաշտեգեր էլ օգտագործել, շատ լավ է։ Արցախից էլ եկավ։ Հիմա Վարդանում եմ գրել, կարճ գրել շատ։ Հեսա իջնեմ հասնեմ այդտեղ։ Նոց վերականգնում։
Հա, այստեղ Վարդան ջան, տեսեք, հարցականը, հայերեն հարցական չեք օգտագործել, հետի շատ ուշադիր ենք լինում։ Գետադրությանը ևս շատ ուշադիր ենք լինում կոնտենտ մշակելուց։ Բանի օրինակությունն ընդգծելու համար։ Անհատական դիզայն, բարձր որակ եւ ամրություն, վերանալ պրոֆեսիոնալ ծառայությունները, ծրիչները, Մեսսիսի հետ կապեք մեզ հետ հիմա։ Շատ լավ է։ Միայն գետադրությանն ենք ուշադրություն դարձնում ու բավականին կոմերցիոն տեքստեր։ Անուշ Գևորգյանին եմ կարդում, հիմա ես բարձր չեմ կարդում, որ մնացածին չխանգարեմ։ Անուշ ջան, շատ անմիջական տեքստ եք գրել։ Բայց պետք է սա ավելի շատ դուք ներկայացել եք, գործել եք գնում ապանանել, այսինքն ինֆորմացիոն չի, Անուշ ջան, ինքը ավելի շուտ ոնց որ ներգրավող է, ուզում եք ներգրավել, որ ձեզնից Միանգամից ասում եք, եկեք ելակ առեք, ու հենց ինձնից առեք, սենց միանգամից էդ ասում եք։ Տեսեք գրեք մեզ կամ զանգահարեք, հեռախոսահամար չկա, անպայման հեռախոսահամար, եթե գրում եք զանգահարեք, պետք է հեռախոսահամար լինի։ Այդ շատ կարևոր է, եթե ինչ-որ մի բան ասում է բրենդը, ինքը դրա հետևում կանգնած լինի, շատ կարևոր է, դա լինի, չգիտեմ, թե սենց հասարակ զանգահարեք ու համարը լինի, գրեք ու ինչ-որ գրելու տարբերակ լինի, մինչև դա լոզունգներն են, երբ որ սլոգն եք դուք մոգոնում, հա, ձեր համար ինչ-որ սլոգն եք դնում, այդ սլոգնը պետք է անպայման համապատասխանի ու ձեր կողմից 100%-ով պահվի։ Եթե ասում եք մենք ամենավորակյալն ենք, եթե օգտագործում եք ամենավորակյալ բառը, ուրեմն դուք պետք է ամեն ինչ անեք, որ դուք ամենավորակյալը լինեք։ Նու չնայած Հայաստանի Հանրապետության օրենքով չի թույլատրվում մրցակցային դաշտում նմանատիպ արտահայտություններ օգտագործել, ամենավորակյալ, ամենալավն ենք, ամենաէժանն ենք, դա օրենքով արգելվում է, բայց իհարկե օգտագործում են շատերը, իմացեք, որ օրենքով դա արգելված է այդ ամենաբառը օգտագործել, ամենաէժան, ամենավորակյալ, որովհետև դուք արդեն նվաստացնում եք ձեր մրցակիցներին, ու եթե օրենքը գործի կամ ինչ-որ մեկը որոշի, որ ինքը պետք է այդ օրենքի հետևից գնա, ինքը կարա դատի տա նման գովազդային արշավ իրականացնող ընկերություններին։ Հիմա Արցախինն եմ կարդում, գիտեք, որ բնական օգտագործում արտադրության մասնավորապես սիրտանոթային համակարգին։ Համադրություն։ Դե ցանկանում եք համոզվել, գրեք կամ զանգահարեք։ Երևի ներքևում ուրիշ մի հատ կոնտենտ էլ կա։ Հա, լավ է, ուղղակի ես մի խնդրանք ունեմ, որ ստորակետից հետո անպայման լինի դատարկ պրաբելներ եւ այդ ուղղակի պրաբելները չկան, դրանք դրեք, ճիշտ դրեք, բութը բան եւ այլն, բայց լավն է, կոնտենտը լավն է։ Աննա ասաց, եթե քերականությունն էլ պահում ենք, ավելի լավ տպավորություն է ստեղծվում հասարակության մեջ, որ հստակ ինչպես ենք անում։ Հա, այստեղ Viber WhatsApp-ն էլ փակագծերի մեջ որ գրված է, գրեք լատինատար ու WhatsApp-ը հապավում ունի, իրան անպայման լատինատար գրեք։ Ու հեռախոսի կողքը դրեք, հեռախոսի այքոնի կողքը։ Կարող եմ մի բան ասել։ Իհարկե։ Մի 15-ից 20 րոպեով մի տեղ եմ գրնում, բայց աղջիկը ստեղ է, էլի ինքն է մասնակցում։ Ողջույն Վարդան, այո, գնացեք ձայնագրվում է, ուղղակի վերադարձեք, եթե հարցեր ունեք։ Մենք գրեթե ինչպես Աղջիկս էլ է իմ հետ, ինքը մնում է, էլի, միասին ենք մենք։ Շատ լավ Վարդան ջան, շատ լավ, շնորհակալություն։ Այստեղ Արցախի նկարին, հա, ասեք։ Այս առաջադրանքի, որով կապված մի բան ասեմ, էլի,
Ես նշել էի, որ գինեգործությունն է իմ բիզնեսը, ու ասել էի, որ Արցախում գործունեություն էի ծավալել։ Այսինքն քայլեր են արվել թե Facebook-ում, Instagram-ում էջեր ստեղծվել, հիմի ավելի լավ չլինի, ես այդ լինքերը ուղարկեմ, ընտեղ մի քիչ աշխատանք բան է էլի կատարվել ժամանակի ընթացքում։ Մի հատ նայենք, ուսումնասիրենք, դե մի քիչ կրեատիվ է էլի մեր աշխատանքը։ Քննարկենք այդ աշխատանքները, ես կարող եմ այդ կայքով էլի շարունակել, ես չի որ իմ Հա, ուղարկեք հեսա կուղարկեմ։ Արտակ ջան, ավելի լավ, դա ձեր պատմությունն է, եւ բացի այդ ուղղակի, եթե այնտեղ, ասենք, դուք ձեր լոկացիան նշել եք, հիմա պիտի փոխեք օրինակի համար ուրիշ տեղ, որ դուք այստեղ եք, դա կփոխենք, ինչու պետքա նորը ստեղծեք, էլի։ Հա, տենց իմանալով ավելի լավ ալնելու, ավելի հեշտ ալնելու իմ համար։ Հետա ուղարկեցի։ Ձեր բրենդը կա, մնում այդ բրենդը Հայաստանում տարածենք։ Հա։ Սա անձնական էջ է։ Հա, ինքը անձնական էջ է, տենց աշխատանքը բան չկատարվել էլի, միջև վերջ չկատարվել։ Ուզում եմ ասեմ, հիմնական շուկան այդ Արցախ, Ստեփանակերտ այդ ոլորտն է եղել, ընդգրկված։ Մասսայական չեղել էլի։ Մենք սովորել ենք։ Հա, թերությունները մի քիչ շատ անելու, այդտեղ օրինակ ինքը կոնտակտները նշված չի, բան նշված չի, մեստապալաժենի բան նշված չի, բայց բացի դրանից, քանի որ Արցախում գործունեությունը կար ու մեր գինին մի քիչ ճանաչում ուներ, այդ կայքը էլի է ճանաչումն է ձեր բերել ու պատվերներ ունեինք, էլի չնայած այդ թերություններին պատվերները կար։ Գործել է ուզում եմ ասեմ։ Հիմա այստեղ մի քանի բան ասեմ, որ սա անձնական էջ է ու անձնական էջով չեք կարողանալու օգտվեք մի շարք ֆիչերներից, որը տալիս է բիզնես էջը։ Դուք անպայման բացեք բիզնես էջ, որովհետև անձնական էջով չեք կարողանալու առաջ գնալ։ Իր դեպքում գործիքները, որը աշխատում է բիզնես էջի համար, այստեղ չկան։ Հասկանալի է։ Հա, ցանկացած պարագայում, եթե չունեք բիզնես էջ, բացեք բիզնես էջ, որպեսզի կարողանաք խմբի հետ գնաք առաջ։ Իսկ այս էջը չենք կարող ձևափոխել ինքը բիզնես սարքել, թե հնարավորություն չունի։ Չէ, նման բան չունի Facebook-ը։ Ուղղակի ոչինչ, դուք որ 0-ից բացեք, Արտակ ջան, դուք նույն անունով կարող եք նույն անունով բացել եւ բոլոր կոնտենտը հերթով տեղափոխել ըստ օրացույցի ձեր նոր էջի մեջ։ Այս այլ թող մնա, բայց սրա անունով Time 4, չէ՞։ Հա։ Անունով դուք պրոֆեսիոնալ էջը բացեք ձեր։ Դուք չեք բացել Արտակ դասի ժամանակ։ Չէ, ես բացել եմ, բայց այդ կայքի, որ ուղարկել եմ, դրա չունեի էլի, չէի, բանը չկար, պարոլը բանը չկար, նոր են վերականգնել։ Հասկացա։ Շատ լավ։ Դե սա հիմա դուք, չէ, ոնց որ Աննան ասեց, իրապես պրոֆեսիոնալ էջ է ձեզ պետք լինի, այս կոնտենտը ունեք, տեսեք, ահագին բան ունեք կոնտենտի տարբերակով, լոգո ունեք, որոշ տեքստեր, այս կոնտենտը դուք ձեր մոտ դուրս բերեք եւ schedule-ի, ըստ մետայի ասենք այդ օրացույցի, որ սկսովորենք, այդ օրացույցով այս կոնտենտը կտեղափոխենք ձեր պրոֆեսիոնալ էջի մեջ արդեն։ Շատ լավ, շնորհակալ։ Իսկ ընդհանուր տեքստերի հետ կապված մի քիչ այքոններն են շատ ու մի վախեցեք օգտագործեք պրաբելներ, որտեղ իրանք ավելի հեշտ են սարքում տեքստի ընկալումը։ Հասկանալի է, մերսի շատ։ Իսկ հեշթեգերի հետ կապված, հիմնականում հեշթեգերը կենտրոնացրեք սովորաբար, իսկ բոլորին եմ ասում, կենտրոնացրեք Instagram-ում, որովհետև Facebook-ում ինքը այդքան չի աշխատում, կարան 1-2-ը լինեն, բայց հիմնականում հեշթեգերը կենտրոնացրեք ու հեշթեգերի ուսումնասիրություն արեք Instagram-ի համար։ Պահը կասենք ձեզ, ոնց են անում բանալի բառերի ուսումնասիրություն անում որոնումների համար, անպայման ու տեղափոխենք այս կոնտենտները, այսօրվա գրած բոլոր կոնտենտը, որ բոլոր կոնտենտը պետք է տեղափոխվի մեր պրոֆայլներ։ Եթե կարողանում եք անել ձեր ձևով,
արեք, եթե ոչ միասին անենք, որովհետև այս ինչ որ գրվել է, արդեն այսօր պետք է դնենք։ Ինքը ոչ մի բան չի անելու ձեզ, այսօր չի բերելու հաճախորդ, բայց այսօր սկսելու է ինդեքսացիան ձեր պրոֆիլի, որտեղ ձեր պրոֆիլները, որոնք մենք ստեղծեցինք շատերի մոտ, ոչինչ չկար գրած։ Այսօրվանից կսկսի տեքստերի հայտնվելը։ Այդ տեքստերը ինտերնետում սկսում են երևալ եւ ամենտեղ սկսում է ձեր բրենդը սկսում է երևալ, բուն լրիվ զրոյից ասենք սկսի։ Ենթադրենք մեկը մանգա գինիներ, կարող է աշճանաբար ձերը time phone, չէ, ասենք թե սկսի երևալ, այսինքն մեզ պետք է այսօրվանից կոնտենտը դնել, որպեսզի վաղը ունենանք այդ հնարավորությունը։ Եթե անգամ այսօր պատրաստ չենք դա ծախելու, ավելի լավ մենք այսօրվանից դնենք մեր կոնտենտը։ Եկեք հաջորդ քայլով ձեր դատարկ պրոֆիլների մեջ տեղադրեք այս ձեր ստեղծածը, ով որ չի կարողանի հեռախոսներով, 1-2 հոգի են հեռախոսով, կխնդրեմ, որ իրենք էլ փորձեն դա անել, որտեղ մենք պետք է հեռախոսներով տեղադրել սովորենք, թեկուզ հեռախոսով էլ տեղադրեք։ Դժվար է հեռախոսով, դուք չեք կարողանալու հեռախոսով մետամտնեք, այնտեղ schedule-ing անեք, հնարավոր է այնտեղ օրացույցից օգտվել մետայից հեռախոսով։ Մետայից հեռախոսով կարան օգտվեն, schedule-ներ կարան անեն, բայց ամբողջական իր feature-ներին չեն կարա, հա։ Ավելի քիչ feature-ներ կան, բայց դե լավ, ուրեմն պիտի հեռախոսին էլ ծանոթացնենք, որտեղ մարդը ասում է համակարգիչ չունի, բայց համակարգիչներն ավելի հեշտ են, հնարավորություններն ավելի շատ են նման, ասենք, պահերով, որպեսզի դուք կարողանաք ճիշտ ձևավորեք ձեր պոստերը, բայց հետո պատվեր չի տալիս հեռախոսը, ավելի լավ է դեսքթոփով սկսեն աշխատել, որովհետև հետագայում համակարգչով են անելու ու հեռախոսով սովորեն համակարգչին ընդհանրապես չեն տիրապետելու։ Եթե համակարգչով սովորեն, հեռախոսը կարողանալու են տիրապետեն, բայց հակառակը դժվարանալու են շատ։ Հա, դա ես լսեցի։ Ես եմ մի բան ասել, Գայանե ջան, իրենք պետք է մետա բիզնես սյուտ քաշեն հեռախոսների վրա, որ հեռախոսով, հա, պետք է քաշեն մետա բիզնես։ Դա ես հասկացա, դա հետո պետք է դու սովորացնես, ուղղակի ես ուզում եմ հասկանամ մենք ինչ ունենք, որովհետև եթե այս կոնտենտը որ ստեղծել ենք, մենք ուզում ենք, որ ասենք, սա արդեն գնա իրենց պրոֆայլների մեջ սկսի ինդեքսավորվել։ Ուզում էի հասկանամ օրինակ Արտակն է կամ ովքեր էին որ ասեցին Արտակներ ոնց որ ասես չէ որ համակարգիչ չունի իրեն պետք է օգնենք որպեսզի ինքը Այո Արտակն է որ համակարգիչ չունի ձեզ շատ դեր լսում է բայց այդքան ժամանակ Այո դրամար Արտակին պետք է օգնենք դուք համակարգիչ չունեք բայց դուք պետք է ձեր հեռախոսով անեք Բայց մի բան խնդրեմ էլ այդ անգլերեն բառերը քիչ օգտագործեք որ հասկանան չեք ասում Հա բայց դրանց անունները թարգմանած չեն Արտակ ջան ինչ անենք Facebook-ն էլ է անգլերեն այդ բառը Հասկացանք բայց տերմինները եք ասում ընդհանրապես անհասանելի է Հա հարց տվեք Արտակ ջան որ ինչ անհասկանալի է ասեք իրանք փորձենք հայաֆիկացնենք կամ հայերեն ինչ-որ տարբերակ օգտագործենք Արտակ ջան մենք չենք զգում ինչ եք ասել Ոչ լավ Դեպքերը դա հնարավորություններն է գործիքները որը դες դեսքթոփը համակարգչային տարբերակը ավելի շատ հնարավորություններ է տալիս ու ավելի པարզ են քան հեռախոսի տարբերակը Բան կանենք Արտակի համար նոնա կփորձենք առանձին մոբայլ տարբերակը փորձել, մյուսներն էլ թող նայեն իհարկե, ոնց է արվում։ Պիտի փորձենք մոբայլ տարբերակը եւս ուսումնասիրել, որպեսզի Արտակը կարողանա ինքն էլ օգտվել մոբայլ տարբերակից։ Եթե ստացվի, որ համակարգիչ էլ ունենաք Արտակ, արդեն դուք այս դասընթացի տվյալները կունենաք։ Եղավ, ուրիշ հարցեր ունենք։ Դե եկեք տեղադրենք մեր Facebook-յան այսօրվա պոստերը։ Տեղադրենք զուտ նրա համար, որպեսզի այս ունեցած կոնտենտը ոչ միտեղ չկորի, այլ մնա այնտեղ։ Հետագայում դրա հետ աշխատանք կանենք։ Կարող ենք բոլորս մեր Facebook-յան էջերում, որ բացել էինք նախորդ պարապմունքի ժամանակ, այս մեր ստեղծած կոնտենտը գեղեցիկ ձևով տեղադրել։ Ով որ հեռախոսով է Եվ դժվարանում է թող մեզ զգուշացնի ասի, որ մենք կարողանանք առանձին իրանց օգնել։
Ես գրեմ հանձնարարությունը, հա, ինչ պետք է անեն։ Դրանից հետո կտեղադրեմ նկար կընտրեմ կոնտենտը։ Համաձայն եմ Թերեզա ջան։ Ես էլ էի ուզում Կայանե ջան ասել, հետո Հա, կարող եմ Նուշ ջան։ նկար, հա, տեղադրել։ Լավ։ Այո, կարող եք տեղադրել, այո, հեռախոսով էլ հնարավոր, այո, նկար տեղադրել, իհարկե։ Ապրեք շատ։ Հնարավոր է։ Արտակներ Յանե ջան, կարող եմ հարցնել։ Իհարկե։ Հա, իսկ մենք կարող ենք ուղղակի մեզ մոտ պահել, երբ արդեն մեր լոգոն, այդ ամեն ինչ էլի պատրաստ լինի, այդ ժամանակվանից արդեն կոնտենտը տեղադրենք, սենց ասած։ Դա կարող եք անել Արմիդա ջան, բայց ես կուզենամ դնենք, փորձարկումներ անենք, որովհետև դուք հիմա դեռ այդ որ տեղադրեցիք, ոչ մեկը չի տեսնելու ձեր տեղադրածը, ինքը երկար ժամանակ մնալու է անտեսանելի։ Դրա համար ավելի լավ է գործիքներով անեք, հետագայում իհարկե դուք լրիվ կփոխեք, խնդիր չունեք։ Հա, եղավ, լավ։ Եղավ։ Նա ուրիշ ինչ ունենք մենք, որ պետք է մենք այսօր անենք, որտեղ ես ուզում եմ, որ միայն տեղադրենք այսօր, տեղադրենք եւ բոլորս նայենք։ Ես ուզում եմ, որ նաեւ խնդրանք ունեմ մենք այս խմբով միմյանց էջերը հավանենք, ուղղակի միմյանց էջերը, այդ որպեսի բան անենք, իրար տեսնենք։ Միայն այդպես անենք, միմյանց էջերը հավանենք։ Այն էջերը, որոնք դուք տեսնում եք խմբային, մեր խմբի մեջ Viber-ը, WhatsApp-ը Telegram խումբի մեջ տեղադրված են, խնդրում եմ հավանենք, որ տեսնենք այդ էջերը ու միմյանց նայենք, միմյանց գրածները, տեղադրածները։ Ես հիմա մինչև դա անեն, ես գրում եմ հանձնարարությունը, ինչ պետք է իրանք անեն, որպեսզի հետագայում եթե հարցեր առաջանա, փորձենք ուղղենք։ Հիմա ես գրում եմ հանձնարարությունը, ուղարկեմ chat-ով։ Եվ կխնդրեմ, որ այս time phone շատ լավ է, որ այսքան կոնտենտ ունենք, նույնպես ասենք պրոֆեսիոնալ էջը բացեք դուք։ Եթե դժվար է, եթե չենք բացել ձեզ հետ միասին, դուք առանձին մեզ ասեք, մենք ձեզ օգնենք։ Ուղարկեցի հանձնարարությունը, այստեղ կազմել կոնտենտ ռազմավարություն, 5 կետերին համապատասխան, այսինքն շուկայի ուսումնասիրություն, գնորդների սահմանում, այս ամբողջ ռազմավարությունը 5 կետերով անում ենք, հստակ դուրս ենք անում մրցակիցներին, ովքեր են գնորդները, ինչի պետք է գնեն, այս ամեն ինչը գրում ենք։ Հետո կազմում ենք կոնտենտ պլան, այսինքն կոնտենտ օրացույց, կարող եք եւ օգտվել Excel-ից եւ այլ template-ներից, Google-ից կարող եք գտնել, ու կառուցում ենք հրապարակումներ տեսակների համադրություններով, վիդեո կոնտենտը տեքստայինի հետ համադրած, վիզուալ կոնտենտը տեքստայինի հետ համադրած, նման օրինակներ ենք վերում վաճառող, ինֆորմատիվ եւ այլնս տեսակների համադրությունների կազմում ենք կոնտենտ։ Քայլերով անում ենք, որ մյուս անգամ տեսնենք ինչքանով ենք յուրացրել։ Կոնտենտ օրացույցներ պետք է, որպեսզի հասկանանք դուք ըստ մատրիցայի կարողանում եք կառուցել բրենդի ռազմավարությունը, այսինքն որ մարդուն աստիճանաբար տանեք գնման։ Էսի կարողանում ենք պահել, թե չենք կարողանում պահել։ Գայանե ջան, հիմա լսում ա իմ ձայնը։ Այո, հրաշալի։ Հա։ Ես երկու հարց ունեի, էլի։ Մեկը այն անցել ենք, ուղղակի չէի կարողանում այդ ժամանակ, որ գինիների մասով է էջը, արդյոք ճիշտ կլինի դոշաբի նույն ապրանքանիշը ներկայացնող, ասենք դոշաբը լինի, էլի նույն էջում հրապարակվի դոշաբի մասով էլ։ Այդտեղ գլուբնիկի մասով ասել անան, բայց դոշաբը ոնց որ երկուսն էլ արտադրանք է, էլի դրա համար։ Նույն ապրանքանիշը։ Դոշաբեր եւ գինի, հա։ Հա, գինի է հիմնականում, ուղղակի հետագայում նպատակ կա, որ տվյալ ապրանքանիշի ներքո լինելու է նաև բնական անարատ արտադրանքի որպես անտակ, այդպես էլի, հենց այդպես է լինել։ Հենց պատասխանեմ, եթե ձեր էջի անունը կամ բրենդը հենց գինիներ չի,
օրինակ, չգիտեմ, Արցախի գինիներ։ Հա։ Դուք կարող եք ձեր տվյալ ապրանքանիչի տակ գտնվող ցանկացած ապրանք, այդ կատեգորիայի շրջանակներում էլի, իրան տեղադրեք էջում։ Հա, հասկացա։ Մեկ էլ մյուս հարցը Անունը դնում եք գինիներ, բայց հրապարակեք դոշա, պետք է կոմպետենտ չի ինքը, որ ընդունելի չի այդքան։ Եթե գինիներ չի անունը, այլ ունեք հստակ ապրանքանիշի ապրանքի անվանում, այսինքն բրենդի անվանում, իր տակ ձեր արտադրանքը տվյալ բրենդի տակ գտնվող արտադրանքը կարող եք տեղադրել, անգամ եթե չի լինի։ Հա, ահա, հասկացա։ Ընդհանուր մի անվանում լինի, ասենք մռավա, ուղղակի մռավ գրվի, արդեն կարելի է, էլի։ Ոչ թե մռավ, հա։ Անունը գինիով մռավա գրած, մռավ։ Հա, եթե գինիներ չի, իհարկե կարող եք։ Հա, մեկ էլ մյուս հարցը տեղը այդ չաթում նկարը հրապարակման, որ արել էի, անձնական իմ էջում էլի ուղղակի։ Այդ նկարը ուղարկել եմ, նման հրապարակում էի արել գինիների մասով, որ կար էլի վաճառքի։ Ինձ Facebook-ը արգելափակել է, չնայած որ այդ գինի բառը կամ օգտագործել եմ կամ չեմ հիշում, էլի ասել էին, որ չի կարելի։ Ոնց որ ջնջել էր այդ հրապարակումս Facebook-ը։ Հիմա ուզում եմ հասկանալ, էլի, արդյոք բիզնես էջի դեպքում գինիների մասով տենց չի լինի, ոնց է լինում, որ չի լինում, կամ ոնց են անում։ Կան կատեգորիաներ, որոնք Facebook-ը հստակ լիցենզիայի հիման վրա է թույլ տալիս գործունեություն իրականացնել, դա ֆինանսական ոլորտն է, դա խմիչքների ոլորտն է, սիգարետն է եւ այլն։ Այնտեղ երբ որ դուք բիզնես էջ կբացեք, հստակ կատեգորիան ներկայացրեք, եթե նման խնդիր կլինի, արդեն Facebook-ին ուղարկում եք ձեր լիցենզիան, որ դուք Հայաստանի Հանրապետությունում ունեք լիցենզիա տվյալ ապրանքի վաճառքն իրականացնելու ու նմանատիպ խնդիրները արդեն գովազդելու պարագայում վերանում են։ Ու կամ բառեր, օրինակ, եթե դուք գրեք Instagram բառը հենց լատինատար տեքստի մեջ ու իր վրա գովազդ միացրած լինի, էլի Facebook-ը արգելափակելու է։ Նման բառեր կան գործունեության մեջ, որ լատինատար գրելու դեպքում ջոբը բառն էլ է դրանց վերաբերվում։ Facebook-ը իր գովազդը ուղղակի արգելափակում է։ Այդ ոլորտի համար պետք է ուսումնասիրվի ու ոնց որ դուրս հանվի այն բառերը, որոնք որ հնարավոր է, որ ինքը արգելափակի։ Բայց լիցենզիա ներկայացնելու դեպքում ու հստակ կատեգորիա նշելու դեպքում ինքը ոչ մի խնդիր չի առաջանում։ Հա, հասկացա։ Այսինքն կոնկրետ վճարովի գովազդ տեղադրելու դեպքում էլ արդեն չի արգելափակվի, էլի, կտարածվի։ Հա, իր support-ին ընթացքում որ անցնեք այդ մասը երևի էլի կներառվի իր մեջ ոնց support-ին նամակներ գրեք, support-ին ուղարկում եք ձեր գործունեությունը, փաստաթղթերը անգլերեն թարգմանված, հստակ էլի կնիքներով նոտարի կողմից թարգմանված ու ոչ մի խնդիր հետագայում չի առաջանում։ Ուղղակի պետք է Facebook-ն իմանա, որ դուք ունեք իրավունք ալկոհոլային խմիչքներ վաճառելու։ Ինքը որ այդքան իմանա, այլևս ոչ մի խնդիր չի առաջացնելու ձեր համար։ Հա, կոնկրետ թղթեր պիտի ներկայացվի, բարդ է էլի փաստը։ Լավ։ Դա մի քիչ սպառողների անվտանգությունից է բխում, որ մի քիչ խաբեություններից, խարդախություններից զերծ մնան։ Պատկերացրեք ցանկացած ոք սկսի ինչ-որ բանկային գործունեություն իրականացնել ու գովազդել կամ խմիչք վաճառել, անհայտ ծագման եւ այլն, էսի խնդիր է առաջացնելու։ Դրա համար ինքը մի քիչ սպառողի տեսանկյունից է աշխատում։ Արցախ ջան, այդտեղ ոչ մի խնդիր, եթե դուք ունեք ձեր ֆիրման եւ ունեք, հիշում եք, դուք ասացիք լիցենզիա, ոմանք ասում էին, որ դա լիցենզիայի հարցեր չէ, գինու հետ կապված։ Ունենակ դա ձեզ խնդիր չի, որտեվ հիմա կան շատ էջեր, որոնք հենց ներկայացնում են գինի եւ մնացած բաներ եւ իրանք խնդիր չունեն, օրինակ չգիտեմ, օրինակ Ավշար գինիների գործարանը կամ մյուսնա, իրանք խնդիր չունեն, միայն դրա համար է, մի ձեր հենց ձեր լիցենզիան լինի, դա ընդհանրապես խնդիր չի, անմիջապես ներկայացնում եք, հաստատում եք ձեր բիզնեսը, պարզվում է փաստորեն, որ այդ բիզնեսը որ բանը պետք է անպայման լիցենզիայով լինի։ Եվ նաև Հետո մի բան է Գագա ջան, այդ անգամ երկիրն է ներկայացնում հայտ, որ նման գործունեությունը Facebook-ը մի քիչ ուշադրություն դարձնի, որովհետև իր երկրում օրինակ հա տնական օղիների վաճառք շատ է իրականացվում Facebook-ով կամ գովազդվում կամ հրապարակումներ արվում ու մարդիկ թունավորվում են, երկիրը եւս վերահսկում է սա հայտ ներկայացնելով մետային։ Նմանատիպ բաներ է լինում։ Այո։
ապա անվտանգության տեսակետից են աշխատում, էլի, սպառողի անվտանգության։ Ուրեմն փաստորեն, եթե գինի բան դնի, ուրեմն փաստորեն կարող է լինի խնդիր, Աննա ջան։ Ուրեմն պետք է լինի սկզբնական շրջանում ուրիշ թեմաներ, թեկուզ լինի, որ դուք ասեցիք, այդ դոշաբի թեման, կարելի է դա լինի, մինչև գինիների լիցենզիան կունենաք։ Ես ձեզ ուղարկեցի կատեգորիան, որի տակ գրանցված են լինում սովորաբար գինիների ընկերությունները, wine spirits, եթե այդ կատեգորիայի տակ գրանցվեք, մի հատ տեսնեք ինչ հարցեր առաջ կգա, մեզ ասեք, մենք օգնենք։ Ստեղծվի հետ կապված կոնտենտ ունենք, եթե վերջացրեցիք էլի այս թեման, մի հատ անդրադառնանք դրան։ Այդ կոնտեքստ պլանի օրացույցի օրինակ այդ նկարը կարող է ուղարկեք։ Հա, իհարկե կուղարկեմ, անպայման կուղարկեմ։ Այս պրեզենտացիան ձեզ կուղարկենք ու ընդհանրապես բոլոր նյութերը։ Հեսա Աննան կուղարկի։ Ապրեք շատ, դուք շատ բարիք։ Եղավ Անուշ ջան։ Լավ էր, որ հանդիպեցինք, ճիշտ չի, որ մի հատ իրար հիշում ենք արդեն, ձեզ ընդեղ հիշում եմ նստած։ Հա, շատ լավ է։ Անանյա ջան, դուք ռանչո, Աննա ջան, մի հատ կնայես Անանյան հարցագրել եւ մեկ էլ մենք ունենք մի հատ նոր գրառում ձվերի Էլնարանա գրառում արել։ Դրանց վերաբերյալ էլ նախնական կարծիքը հայտնենք ու թույլ տանք տեղադրվեն ու կազմվեն այս պլանները։ Հա, հիմա ձվի հետ կապված Facebook-ում հրապարակում անելու համար, ինչ եմ ասում Facebook-ում, որտեղ մեր հենց թեման SMM-ն է, Facebook-ում հրապարակում անելու համար մի քիչ եկեք հանենք, որ ձուն օգտագործումը քաղցրավենի, հացապուլակերան եւ այլն, որտեղ մի քիչ շատ ակնհայտ բան է, թե ինքը որտեղ է օգտագործվում, ու անպայման հիմա երևի էս մեր համար է գրեւ վաճառքի հիմնական կետեր կապվեք մեզ հետ, հրապարակելիս նման բան չգրեք, օրինակ, այս թողնեք վաճառքի հիմնական կետեր, այս կետերը չթողնեք։ Միանգամից կգնանք, որ մեր ձուն բնական է եւ թարմ, այս նկարագիրը կսկսեք գրել ու կապ մեզ հետը միշտ գրեք մեզ հետ կապվեք կամ մեզ հետ կապ հաստատեք, սենց չոր մի գրեք, կապ մեզ հետ, կապվեք մեզ հետ, զանգահարեք մեզ, պատվիրեք եւ այլն, սենց, ու եթե հասցեն հստակ չի, որ վերելու է հասցնի հենց այն կետը, որտեղ որ մեզ պետք է, որտեղից իրանք հենց կարան ձեռք բերեն, ուղղակի մի գրեք, որտեղ եթե գրել եք քաղաք արտաշատ, ինքը շատ գլոբալ հասկացողություն է քաղաք արտաշատ։ Եթե գրում եք, հստակ հասցեն գրեք, ոնց ինքը պետքա գա հասնի ձեզ, եթե ձեզ պետքա, որ ինքը գա այդտեղից առնի։ Եթե չէ, ուղղակի մի գրեք, մենակ հեռախոսահամար գրեք կամ որտեղից ինքը կարա պատվիրի։ Այս կայք սոտ էջերի լինքեր դնելու համար էլ, եթե կա կայք դրեք, սոցիալական էջեր շեյր չանեք Facebook-ում, որտեղ ոնց ասեցի, եթե Instagram շեյր անեք ու վրան գովազդ միացնեք, այս լինքի մեջի Instagram-ը ուղղակի բլոկվելու է ձեր էջը կամ տվյալ գովազդը։ Բայց ընդհանուր լավ նկարագրած է, ապրեք։ Մի հատ Facebook-ն է մտնենք նայենք, տեսնենք, եթե բան կա այնտեղ։ Այս նկարը շատ լավն է, Golden Eggs։ Ճուտիկները մանավանդ։ Շատ աչքի ընկնող նկար եք տեղադրել, ապրեք։ Բայց ինֆորմացիա դեռ չկա, ոչինչ բան այս պահին չեմ ասի, որովհետև դեռ հրապարակումներ եւ այլն չկա, ու Facebook, Instagram-ի բիո հատվածը ու Facebook-ի ինֆորմացիա հատվածը անպայման կլրացնեք։ Ցելոքնին նույնիսկ կատեգորիան ավելի հստակ դրել դավերակը հենց ռանչո չկանտրել եմ գծինիցը։ Ռանչոն դա հանգստյան վայր է, մի հատ հասկանամ էլի, հենց հյուրատուն է ինքը։ Ձեր ձայնը չի լսվում։ Ուզում եք գրեք, որովհետև ձեր ձայնը չի լսվում։
Մինչև Անանյան կգրի, Անանյա ջան, կարաք voice-էլ անեք, գիտեք, կարաք voice անեք, եթե հեռախոսով եք միացած, կարաք voice ուղարկեք, հանձնարարության հետ կապված ես ձեզ ուղարկել եմ օրացույցը, նաև կուղարկեմ Canva-ն, եթե կկարողանաք ուսումնասիրեք իրան վիզուալներ սարքելու համար, ու կուղարկեմ ձեզ վիդեոներ սարքելու համար։ Այնտեղ ձեր հեռախոհաներում որ նայեք, էփեր կան շատ սթորիներ սարքելու համար եւս, դա կարող եք ընտրել արդեն ըստ ձեր հարմարության, կապված iOS-ա թե Android-ա, արդեն նայեք սթորիներ սարքելու համար շատ ծրագրեր կան հեռախոսային, որ թույլ են տալիս կարճ սիրուն սթորիներ պատրաստել։ Դա ձեզ պետք է գալու։ Իմիջիայլոց Canva-ի համար առանձին նաև ունենք հնարավորություն մասնագիտական գործիքները ուսումնասիրելու դասընթաց կսովորենք։ Եթե հյուրընկալություն ու տուրիզմ ներառված է, հյուրանոցային գործը հենց ձեր կատեգորիան է։ Իսկ եթե այստեղ թռչունների, կենդանիների կերեր եւս նույն լոկացիայից դուք տրամադրում եք, ավելի ցանկալի է, որ երկու տարբեր բիզնես էջեր օգտագործեք։ Ես սպասում եմ Անանյան թայփինգ անում, գրում եմ ես։ Անպայման կոնտենտ ռազմավարություն կազմելու, օրացույցը կազմելու դեպքում մատրիցան կօգտագործեք։ Ինքը հենց ցույց է տալիս, ոնց ինչ հրապարակումների համադրություններով կարող եք հասնել վաճառքի։ Նո, սա օրինակներով ապերած, դուք կարաք այլ տարբերակներ օգտագործեք։ Աննա, այս դոկումենտը խնդրեմ ես ուղղակի անեմ հիմա։ Ես անջատեմ շեյրինգը, հա։ Դու թող մնա էկրանը, թող մնա share արած, ես դոկումենտը Այստեղ ես ուրիշ դոկումենտներ եմ բացելու, որ օրացույցն եմ ուզում ուղարկեմ։ Հա, ես դատարկ օրացույց կուղարկեմ, լրացրածը չեմ ուղարկի, Excel-ով։ Օրացույցը ուղարկի եւ այսօրվա պրեզենտացիան, հա։ Հա, ամսվա օրերը արդեն դուք ըստ ամսի կլրացնեք, այստեղ չթողնեք այդպես։ Ոնց ես ցույց տվեցի, դա ըստ ամսի էր լրացրած։ Թվերը կփոխեք աղյուսակի մեջի։ Աննա ջան, հաջորդ դասին երևի համակարգիչ ունենամ, ոնց կարող եմ միանալ համակարգիչը։ Անուշ ջան, ուրեմն տեսեք, ձեր համակարգչի վրա կարող եք մի ժամ առաջ ինձ հետ զրուցել, ես ձեզ օգնեմ, բայց կամ ինձ հետ կամ ավելի շուտ Էլմիրայի հետ։ Նայեք, այդտեղ ուրեմն որոնում եք Telegram, որոնում եք, մտնում եք Chrome-ի մեջ Telegram, Windows կամ Telegram download եւ Telegram ծրագիրը ձեր կոմպյուտերի վրա նստացնում եք ձեր համակարգչի վրա։ Ու հետո արդեն ինքը կասի, դուք պետք է այնտեղ QR կոդը նկարեք ձեր հեռախոսով ու վերիֆիկացնեք, որ ձեր Telegram-ը երևա նաև ձեր համակարգչի մեջ։ Եթե հարցեր լինեն, կարող եք կապել Էլմիրային, ինքը ձեզ կօգնի, Անուշ ջան։ Լավ, Էլմիրային կզանգեմ։ Էլմիրային կգրեք, թող օգնի ձեզ։ Այո։
Մենք ժամանակ ունենք դեռ, եթե ունեք հարցեր, Գայդյան ոնց որ հարցեր չկան։ Շատ շնորհակալ ենք ձեր մասնակցության համար եւ մենք տեսնում ենք շատ եք ուրախանում, բոլորի մասնակցությունը գնահատելի է։ Խնդրում ենք տեղադրեք ձեր կոնտենտը ձեր էջերում, դա միայն փորձի համար է կատարվում, նմանապես պատրաստեք կոնտենտ պլան, ոնց որ ըստ մատրիցայի, որ Աննան ձեզ հիմա կուղարկի, եւ հաջորդ դասը կլինի արդեն ուրբաթ օրը, ուրբաթ ժամը 5-ին։ Իսկ այս հանձնարարությունը որտեղ ենք ուղարկելու։ Նույնպես այս խմբի մեջ ուղարկեք Անուշ ջան։ Խմբի մեջ, լավ։ Այո, որ այս խումբն է, դուք այստեղ ուղարկեք, մենք անմիջապես խմբով կարձագանքենք, որևէ մեկը կնայի, կամ Աննան, կամ Էլմիրան, կամ ես, կամ Նոնան, մենք բոլորս ձեր ուղարկածները հիմա էլ ենք նայում ու այդպես նայելով ձեր հարցերն էլ նույնպես խմբի մեջ կուղարկեք։ Ու Անուշ ջան, եթե այդ օրը ունենաք համակարգիչ, նախորդ կապվեք, նորից օգնենք ձեզ։ Անպայման։ Մի քիչ Գայանե ջան, այդ կոնտենտ պլանը ուղղակի լրացնելու ենք այդ աղյուսակում, որ ուղարկի Այո, ուղղակի լրացնելու եք, այո։ Եվ ռազմավարությունն անեք, նորից դրա կազմեք։ Ոնց ասեցի, ուղղակի ցանեք անելու համար, հա, հստակ մի հատ ուսումնասիրեք ամեն ինչ, ձեր շուկան, ձեր մրցակիցներին, ձեր հաճախորդներին, դուրս կհանեք հարցը, ինչու պետքա գնում կատարեն հենց ինձանից ու կազմեք նոր կոնտենտ պլանը։ Ահա, եղավ։ Շատ լավ։ Ուրեմն, եթե հարցեր չկան, դնում ենք, բայց եթե հարցեր լինեն, գրեք, որտեվ գրուպը միշտ ակտիվ է, ձեր հարցերին, շտապ հարցերին կարող ենք նաև զանգով պատասխանել, ոչ մի խնդիր։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Տեսություն։ Ստացիոն